Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք Էրեբունի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Հանրապետության գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոքչյանի հետ։ Բարի երեկո հարգելի Տիկին Գյոքչյան, բարև ձեզ, համեցեք։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք, ինչպես եք։ Շնորհակալ եմ, լավ։ Տիկին Գյոքչյան, ես նախ ուզում եմ ձեզ շնորհավորել Գարնան այս մեկնարկած մեկամսյակի կապակցությամբ եւ քանի որ արդեն մեկամսյակը մոտենում է իր ավարտին, ես շատ ուզում եի, որ մենք այս ընթացքում զրուցեինք, որովհետեւ մենք խոսում ենք գեղեցկություն, կանանցիություն, մայրություն, բայց ի վերջո գեղեցիկ կինը դա առաջին հերթին առողջ կինն է եւ ես կարծում եմ, որ այսօր ավելի քան երբեք Հայկուհի Գյոքչյանի խոսքը անհրաժեշտ է այսօր մեր կանանց։ Ուրեմն սկսենք մի քիչ մեր կանանց առողջությունից, սկսենք այն նոր կենտրոնից, որ բացվել է Էրեբունի բժշկական կենտրոնում եւ հետո շարունակենք մեր զրույցը։ Ինչով է տարբերվում այդ կենտրոնը, չկար այդպիսինը Հայաստանում, ինչքան ես գիտեմ, եւ ինչպես է արդեն այսօր գործում, ինչ արդյունքներ ունեք։ Այո, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Էրեբունի բժշկական կենտրոնում կար ուռուցքաբանության մեծ ծառայություն, սակայն մենք չունենք ճառագայթային թերապիա։ Եվ ճառագայթային թերապիան ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կար ուռուցքաբանության ազգային կենտրոնում, բայց այնպիսի սարքավորումներ, որոնք ժամանակակից վմատ, IMRT կամ ռադիովիրաբուժություն կարող էին անցկացնել, մենք չունեինք։ Եվ մենք մեր տնօրենը Հարություն Քոշկյանը հղացավ այդպիսի մի միտք, որպեսզի Հայաստանի Հանրապետության բնակիչները ստիպված չլինեն այդպիսի թանկարժեք եւ ժամանակակից բուժում ստանալու նպատակով գնալ այլ երկիր։ Մենք շատ ստիպված մեր հիվանդներին ուղարկում էինք այլ երկիր, ընդհանուր հարևան Վրաստան, որպեսզի կարողանային ռադիովիրաբուժության մեթոդը օգտվեին այդ ծառայությունից, եւ մենք ստեղծեցինք այդ կենտրոնը, Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնը, որի մեջ ներառում է ժամանակակից ռադիոթերապիայի բոլոր մեթոդները։ Այսինքն եւ բրախիթերապիա, եւ վմատ, եւ հեռահար, եւ ռադիովիրաբուժություն, ինչ մեթոդ, որ այսօր աշխարհում կա ռադիոթերապիայի հետ կապված, այսօր Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնը ունի։ Տիկին Գյոքչյան, դուք ձեր զրույցներից մեկում մի այսպիսի միտք եք ասել եք այնքան վատ եմ լինում, երբ ասում եմ, որ Հայաստանում բժշկությունը զարգացած չի կամ լավ չի ու ասել եք շատ վատ եմ լինում դրանից։ Մենք հիմա կարող ենք ասել, որ թեկուզ եւ այդ կենտրոնը նոր փուլ ենք մենք թևակողել եւ արդյոք կոտրվում է այսօր այդ կարծրատիպը մեր երկրում։ Տեսեք, ընդհանուր առմամբ եւ բժշկության նկատմամբ այսօր մեր քաղաքացին ինչ վերաբերմունք ունի։ Ընդհանուր առմամբ Հայաստանում բժշկությունը բավական լավ զարգացած է։ Բավական լավ զարգացած է։ Հավատացեք, երբ որ դուք շփվում եք դրսում, նույն Դուբայում, նույն Եվրոպայում շատ ուզում եմ, որ դուք կոտրեք այդ դրա համար էլի վատ եք լինում, որ այդպես եք ասում։ Հետ երբ որ շփվում եք, դա ճիշտ ասած մի քիչ իմ խոսքերը չէր։ Ես միշտ ասել եմ, մենք կաղում ենք ռադիոթերապիայից։ Դուք հակառակը ասել եք վատ եմ լինում, որ այդպես են ասում։ Այդպես են ասում, այո, հա, ոչ թե դուք եք ասել, այլ դուք ասել եք վատ եմ լինում այդ արտահայտությունից, երբ ասում են, որ բժշկությունը Հայաստանում զարգացած չի։ Եվ հիմա այդ մասին նորից պնդում են։ Եվ այդ մասին նորից պնդում եմ, որովհետև երբ որ էլի եմ ասում եւ անձնական, եւ նաեւ բժշկական թեմաներով մենք գնում ենք, տեսնում ենք այլ հիվանդանոցներ արտ երկրում, դա ասում եմ ցանկացած երկիր, դա եվրոպական երկիր լինի, դա Ամերիկա լինի, դա Արաբական Էմիրություններ լինի, պիտի ասեմ, որ այն մակարդակը, բժիշկների մակարդակը, սպասարկման մակարդակը, որը որ այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք, հավատացեք, շատ եւ շատ տեղերում չկա։ Այո, նույն Եվրոպան ունի շատ բարձրակարգ զարգացած կենտրոններ։ Այո, մենք շատ դերևս պիտի զարգանանք, որ կարողանանք այն հնարավորություններին հասնենք, ինչ որ այսօր Եվրոպան ունի։ Բայց զուտ մարդկային առումով, բժիշկների զարգացածության առումով, ինչու՞ չէ նաև այսօր տեխնիկայի առումով, հա, նույն Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի մասին մենք խոսեցինք, այսօր այդ
ապարատուրան, սարքավորումները ինչ որ մեր մոտ դրված են, նույնիսկ եվրոպական շատ երկրներում չկան։ Իհարկե։ Իհարկե չկան, կամ նույն հետազոտման այլ մեթոդներ, օրինակ պետկատե մեթոդը, հա, եթե մենք 5-6 տարի առաջ չգիտեինք Հայաստանի Հանրապետությունում պետկատե այն հիվանդներին, որոնց պետք էր ուղարկում էինք արտերկիր, այսօր մենք 3 հատ ունենք Հայաստանի Հանրապետությունում եւ ամենավերջինը դրվեց Էրեբունի կենտրոնում էլի։ Այսինքն մենք քայլ եւ քայլ առաջ ամեն տարի ավելի զարգացնում ենք մեր բժշկագիտությունը Հայաստանի Հանրապետությունում, իսկ մասնագետների մասին պիտի ասեմ միանշանակ բրավո, որ կարողանում են ամեն պայմանում։ Տեսեք, նույն կոവിഡ്ի եւ պատերազմի ժամանակ առաջնամարտիկ էին մեր զինվորները, առաջնամարտիկ էր մեր սպիտակ բանակը։ Այո։ Ու հավատացեք, դա միշտ այդպես եղել է, այդպես կա եւ այդպես էլ կլինի, այսինքն մեր բժշկությունը շատ հզոր են, մանավանդ դա հիմնվում է հիմնականում մարդկանց բժիշկների նկատի ունեմ, հա, նրանք շատ նվիրված են, շատ իրենց աշխատանքը սիրում են, այսինքն նրանց արիությունը, ազնվությունը, նվիրվածությունը, մասնագիտությանը բերում է դրան, որ մենք անznուրաց կերպով կատարում ենք մեր աշխատանքը։ Գյոքչյան, հայ իրականության մեջ կար մի այսպիսի կարծրատիպ, որ բժշկի չգնալ, վերջին պահին գնալ, դրա վերաբերյալ ձեզ շատ հարցեր են տվել, ձեր հարցազրույցների ժամանակ լսել եմ, շատ ցավոտ թեմա է, բայց հիմա այսօր, երբ դուք ասում եք, որ բժշկությունը այստեղ նաև ձգտում է կատարելության եւ ինչու ոչ տեխնիկայի առումով էլ մենք արդեն այդքան շատ հետ չենք մնում։ Այդ բարձի թողության թվերի մեջ ինչ որ թվեր փոխվել են, դուք ինչ որ վիճակագրություն ունեք եւ որ սերն է իրեն ավելի լավ հետեւում, կանայք ավելի, մի փոքր եթե դրանից խոսեք, այդ դանակը ոսկորին հասցնելու պահը փոխվել է մեր մտածելակերպի մեջ, մեր մշակույթի, բժիշկի արդեն գնում ենք հետազոտվելու համար եւ ոչ թե արդեն ասենց վերջնական պահին։ Այո։ Մանավանդ կանանց մոտ վերջի տարիներին մենք հսկայական ունենք առաջընթաց, բացի թողությունը իջել է, նվազել է։ Նույն կրծքագեղձի հետ կապված ասեմ, ինչ եմ կրծքագեղձի օրինակը բերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ամբողջ աշխարհում, կանանց մոտ ամենաշատ տարածված ուռուցքի տեսակը դա կրծքագեղձի կասկեղն է։ Եվ կանայք, եթե առաջ գալիս էին մոտ 35-37% դեպքերում արդեն բացի թող վերջի փուլում տարածված վիճակում, ապա վերջին 5-6 տարիների ընթացքում այդ թիվը բավական նվազել է, իջել է 14-15%-ի։ Այսինքն սա նշանակում է, որ կանայք սկսել են իրենց հարգել, կանայք սկսել են հետազոտվել, դրանում մեծ նշանակություն ունի եւ պետական ծրագրերը, մեծ նշանակություն ունեն, եւ ԶԼՄ-ների աշխատանքը, եւ մեր բժիշկների ելույթները, որովհետեւ մենք բացատրում ենք, որ ինչքան ժամանակին վախ հայտնաբերում եք, պետք չի դուք սիմպտոմ ունենաք, որ գնաք հետազոտման, ընդհակառակը հետազոտման պետք է գնա առողջ մարդը, որը դեռևս չունի ոչ մի սիմպտոմ, այսինքն տարին մեկ անգամ, 2 տարին մեկ անգամ նայած ինչ հետազոտություն, ցանկացած մարդ, դա տղամարդ թե կին, պարտավոր է գնալու հետազոտման։ Եվ եթե դուք պրոֆիլակտիկ հետազոտումները անցնում եք եւ ինչ որ մի բան հայտնաբերվում է, տեսեք, սիմպտոմ տալիս է ուռուցքը այն դեպքում, եթե արդեն ինքը 3-րդ կամ 4-րդ փուլի է հասել։ Առաջի 2 փուլում որպես կանոն ոչ մի ուռուցքային հիվանդություն սիմպտոմ չի տալիս։ Մանավանդ եթե դա ներքին օրգանների հետ է կապված եւ ոչ թե արտաքին, ասենք ինչպես կրծքագեղձը։ Եվ դրա համար այդ պրոֆիլակտիկ զննումները, հետազոտումները ժամանակին գնալը իհարկե բերում է դրան, որ դուք շուտ հայտնաբերում եք հիվանդությունը, ցանկացած հիվանդության տղամարդիկ ինչու են ավելի խուսափում։ Տեսեք, տղամարդիկ շատ ծխում են Հայաստանում, չնայած այսքան կատարված աշխատանքին, այսքան ծխելու հակածխախոտային պայքարին, որ տարվում է անընդհատ, ամեն դեպքում տղամարդիկ շարունակում են շատ ծխել։ Եթե նույնիսկ սիգարետ չեն ծխում, իրենք իրենց եւ մեզ էլ համոզում են, որ իրենք վեյպեր են ծխում, չգիտեմ, մեկ այլ էլեկտրոնային, դրանք շատ ավելի վատ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, քան սիգարետը,
Եվ հավատացեք, որ ոչ մի տղամարդ ինքնակամ չի գնում իր կրծքավանդակի հետազոտություն անցնի թոքերը նկարելու համար։ Իսկ ծխելը դա միայն թոքերի ուռուցքի չի բերում։ Դա կարող է ստամոքսի քաղցկեղի բերի, կոկորտի քաղցկեղի բերի, գլուխ պարանոցի տարբեր տեսակի ուռուցքների բերի եւ ապացուցված է, որ նույն թոքի քաղցկեղի 80%-ը առաջանում է ծխելու հետևանքով։ Դրա համար մենք պետք է ինչքան կանայք են այսօր ակտիվ, իսկ կանայք շատ ակտիվ, շատ լավ գնում են, հետազոտվում են։ Մենք պիտի արդեն սկսենք քարոզել նաև տղամարդկանց, որպեսզի նրանց էլ համոզենք, որ ձեր իսկ առողջության համար դուք պետք է գնաք հետազոտվեք, որպեսզի շուտ հայտնաբերեք հիվանդությունը։ Այդ հետազոտման փուլերը այսօր ինչպիսին են, Տիկին Գյոքչյան, որտեղից պիտի սկսեն, ինչ անել, այսինքն օրինակ ճիշտ եք ասում, առողջ մարդը գնում է հետազոտության եւ առաջինը ինչ անի կանանց դեպքում եւ տղամարդկանց դեպքում։ Տեսեք, կանանց պարագայում այսօր պետությունը մշակել է, որպեսզի մենք ունենանք սկրինինգային ծրագրեր, արդեն պիլոտային դա կատարվում է եւ ապահովագրության ներդրումից հետո առավել լայն, այսինքն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն է դա ընդգրկելու կանանց կրծքագեղձի մամոգրաֆիկ ծառայություններ, որոնք տարիքային խմբով պետքա կանայք պրոֆիլակտիկ գնան այդ հետազոտությունը անցնեն։ Շարժական մամոգրաֆը պատտվում է հիմա այս պահին, բայց հետագայում բոլոր շրջաններում մամոգրաֆիկ ծառայություններ են լինելու, որպեսզի կանայք կարողանան ըստ իրենց տեղամասի ընտանեկան բժշկի ցուցման, որովհետև նրանք իրենց արդեն պրոտոկոլը ստանալու են, ովքեր են գնալու մասնակցել, գնան իրենց ստուգումներ անցնեն։ Եվ արգանդի պարանոցի քաղցկեղի համար պետք է գնան եւ անցնեն արդեն պապիլոմավիրուսի տեստ։ Իսկ մյուս սկրինինգային ծրագիրը, որ մենք ունենք, դա կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագիրն է, դա իրենից ինչ է ներկայացնում, դա հաստաղիկի ուռուցքներն են, որոնք Հայաստանում նույնպես բավական տարածված են, 3-4 տեղերում են ընկնում, 2 սեռերի մոտ հավասար, իմիջայլոց, այո։ Եվ այս պարագայում էլի շատ լավ ձևով մշակված ծրագիր է, այսինքն մարդը տեստը ստանում է իր պոլիկլինիկայից, տանը կատարում է տեստավորում, այսինքն դա կղանքի մեջ թաքնված այրան տեստ է։ Տանը հղիության տեստի նման կատարում է տեստավորում եւ եթե տեստը արդեն գունավորվեց համապատասխան ձևով, որը իրեն բացատրվելու է, հա, նա անմիջապես ընտանեկան բժշկի հետ արդեն կարդում են տեստը, տեսնում են, եթե այնտեղ կա թաքնված այրուն, ուրեմն տվյալ մարդը ուղղորդվում է կոլոնոսկոպիայի։ Որովհետև կոլոնոսկոպիայի ժամանակ մենք կարող ենք հայտնաբերել եւ նախաքաղցկեղային հիվանդությունները, պոլիպներ, ադենոմաներ եւ այլ տեսակի նախաքաղցկեղային վիճակներ, որոնք հենց կոլոնոսկոպիայի ժամանակ կարելի է հեռացնել եւ մարդը արդեն ձերբազատվեց հետագայում կոլորեկտալ քաղցկեղով հիվանդանալու վտանգից։ Սա այն ինչ որ սկրինինգ նախատեսված է պետության կողմից 3 սկրինինգային ծրագիր է լինելու։ Տարիքային շեմ կա սա։ Այո, տարիքային շեմը ամեն մի հիվանդության համար իր տարիքային շեմը լինելու է, այսինքն այդ տարիքային շեմը վերցրված է ԱՀԿ-ի ցուցումների հիման վրա, то есть վերցրված է այն մարդկանց, որոնց մոտ ամենաշատն է հանդիպում այն տարիքային խումբը, որոնց մոտ ամենաշատն է հանդիպում տվյալ հիվանդությունը։ Ինչ վերաբերում է թոքի քաղցկեղին, մենք սկրինինգը չենք կարող դա անցկացնել, որովհետև ԱՀԿ-ն համարում է, որ դա ծախս արդյունավետություն չունի, թոքի քաղցկեղի սկրինինգը, բայց այն տղամարդիկ, մասնավորապես ծխող տղամարդիկ, որոնք որ ծխում են, գոնե տարին մեկ անգամ կամ 2 տարին մեկ անգամ պետք է գնան անցնեն ցածր դոզավորված համակարգչային շերտագրում։ Դա շատ պրիմիտիվ, շատ այսօր հասանելի, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում համարյա բոլոր լուրջ մեծ կլինիկաները ունեն այդ հնարավորությունը ցածր դոզավորված համակարգչային շերտագրում անցկացնելու։ Դա ռադիո ճառագայթային դոզան շատ քիչ է, հա, այսինքն շատ մարդիկ ասում են, բա արժի այդքան գնալ ճառագայթվել։ Դա մի ռենտգենի չափ ճառագայթումը դաժե ավելի քիչ է, նույնիսկ ավելի քիչ է, բայց եթե լավ կհիշեք, կոവിഡ്ի ժամանակ շատ էին այդ հետազոտությունը անում թոկաբորբը հայտնաբերելու համար։ Այդ տիպի հետազոտությունը, այսինքն նրանք գնում են պրոֆիլակտիկ, անցնում են այդ հետազոտությունը, որի ժամանակ ոչ կոնտրաստ է պետք, ոչ հատուկ ուրիշ պայմաններ է պետք, շատ արագ կարելի է կազմակերպել այդ հետազոտությունը եւ հետո արդեն եթե լուրջ ինչ-որ մի բան է նախատեսվում, նոր արդեն գնում է լրա հետազոտության հիվանդը։ Եթե ամեն ինչ չկա, օքեյ, գնում է հիվանդը հանգիստ ապրում է իր համար։ Նույն տղամարդիկ 65 տարեկանից 60-65 տարեկանից բարձր պարտադիր պետք է հանձնեն շագանակագեղձի քաղցկեղի համար մենք ունենք մարկեր, PSA-ի մարկեր, հա։ Պարտադիր պետք է
պրոստատ սպեցիֆիկ անտիգենա կոչվում այդ մարկերը, հա պետք է գնան հանձնեն, որովհետև 60-65 տարեկանից հետո շագանակագեղձը բավական տուժում է տղամարդկանց մոտ, եւ շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ 3-րդ տեղում է, 2-3-րդ տեղում է գտնվում։ Այսինքն պետք է նրանք այդ տարիքում արդեն մտածեն, որ պետք է անպայման պրոֆիլակտիկ այդ տեստը հանձնեն եւ տեսնեն իրենց մոտ եթե կա վտանգ, եթե բարձրացել է այդ ցուցանիշը, անպայման դիմեն ժամանակին ուրոլոգի մոտ։ Այդ տարիք ասեցիք Տիկին Գյոքչյան, հիշեցի ձեր հարցազրույցներից մեկում մի սենց էլի հետաքրքիր բան, ասում եք տարիքային շեմեր հիմա փոխվել է 70 տարեկան մարդը համարվում է հասուն մարդ, բայց ոչ թե ինչով է պայմանավորված այդ տարիքային շեմի փոփոխությունը եւ ըլի մի հատ այդ շեմերը նոր ասեք, մարդիկ փաստորեն ավելի երիտասարդանում են, թող ուրախանան։ ԱՀԿ-ն է այդ որոշում տարիքային շեմերը, քանի որ այսօր եվրոպական երկրներում բավական մարդկանց ապրելիությունը բարձրացել է իշնորհիվ լավ բժշկության զարգացմանը, այսինքն հիվանդությունները ժամանակին հայտնաբերվում են, ժամանակին բուժվում են եւ մարդկանց տարիքային շեմը բարձրացել է եւ վերջի մարդկանց նաեւ կենսագործունեությունը, գիտական գործունեությունը, ապրելակերպը փոխվել է, այսինքն այսօր 70 տարեկան մարդը ակտիվ, շարժուն, աշխատող, գործող գիտնական է, բժիշկ է, ինժեներ է, այսինքն այս մարդուն համարել ծերունական խումբ, դա այդքան է էթիկական չի, էլի։ Ու դրա համար այսօր ԱՀԿ-ն դրեց այսպիսի որոշում, որ 70 տարեկանը, եթե առաջ համարվում էր ծերունական տարիք, այսօր համարվում է հասուն տարիք։ Եվ արդեն 75 տարեկանից բարձր արդեն նոր գնում է տարեց խումբ, եւ 85-ից բարձր նոր արդեն գնում է ծերունական խումբ։ Այսինքն մարդիկ 70 տարեկանում դերևս համարվում են հասուն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գործունեությունը ծավալելու։ Ու իմիջիայլոց երիտասարդներ։ Ու իմիջիայլոց, այո, եւ ասեմ ձեզ, այսօր մենք շատ մեծ բժշկության մեջ մի նոր ճյուղ է զարգանում Հայաստանի Հանրապետությունում, մենք շաբաթ օրը ունենք կոնֆերանս հենց այդ թեմայով, հերարթրիա, այսինքն ծերունական հիվանդությունների բացահայտում, ծերունական հիվանդությունների բուժում, սա նշանակում է, եթե առաջ նույն 70 տարեկանը դիմում էր բժշկի ինչ-ինչ հիվանդությունների հետ կապված եւ շատ բժիշկներ վախենում էին բուժել կամ այլ բուժման ավելի բարդ մեթոդներ, օրինակ քիմիոթերապիան, հա, մի քիչ տարիքը մեծ էր լինում պացիենտի, վախենում էին բժիշկները անցկացնել, բայց այսօր հենց հակառակը այդ մարդկանց հնարավոր է բուժել, հաշվի առնելով տարիքային իրենց առանձնահատկությունները, նույնիսկ ամբողջ աշխարհում կան հատուկ շկալաներ, դրա հիման վրա որոշվում է տվյալ մարդուն ինչ տեսակի բուժումներ է հասնում եւ պետք է բուժել։ Ով է ձեզ իրավունք տվել, որպեսզի դուք մարդուն ասեք դու մեծ ես, արդեն էլ քեզ պետք չի բուժել, դու գնա ինչքան կապրես, չէ։ Տիկին Գյոքչյան, ֆինանսական տեսակետից ինչ է այսօր առաջարկում Հայաստանում բժշկությունը եւ ուռուցքաբանության ոլորտը, քանի որ գիտենք, որ այո, դա մի չափով հայկական կարծրատիպ է, որ բայց իհարկե նաեւ շատ մարդկանց նաև հասու չեն լինում այդ բժշկական հետազոտությունները։ Այսօր ինչ ծրագրեր կան, եթե մի փոքր դրա մասին էլ խոսեք, կարծում եմ, որ սա էլ հատկապես հեռուստադիտողին կհետաքրքրի։ Այո, շատ հետաքրքիր կլինի։ Ինչ արտոնություններ, ինչ խմբեր ունեն, ինչ արտոնություններ, ի վերջո գիտեք, շատը մարդիկ նաև բողոքում են չգնացի բժշկի, որովհետև դրա ժամանակը չէր եւ գումար չկար, բայց հետո տեսնում ես, որ ճիշտ է, այդ էլ պիտի ընդունենք սրճարանում ծախսելու այդ գումարը կա, բժշկինը չկա, դա էլի չգիտեմ ինչի գումարը կա, բայց գնալու մամոգրաֆիայի գումարը չկա, որ նաև կան խմբեր, որ այո, իսկապես չունեն ոչ նա եւ ինչ կասեք այսօր։ Տեսեք, նույն 2019 թվականից մեր մոտ ուռուցքաբանությունը դրվեց բավական բարձր հիմքերի վրա, որպես ռազմավարական ուղղություն ընդունվեց առողջապահության նախարարության կողմից եւ ընդունվեց ինքը ինչ հիմքով բարձրացավ, հա, եթե մինչև 19 թվականը չարորակ ուռուցքով հիվանդների վիրահատական բուժումը կամ ամբողջական վճարովի էր կամ համավճարի սկզբունքով էր, այսինքն նույն ստամոքսի վիրահատությունը օրինակի համար արժեր 700,000 դրամից մինչև 1 միլիոն դրամ։ Այդ դեպքում բացարձակ համաձայն եմ ձեր հետ, հիվանդը ուղղակի չէր կարող գնալ եւ անցնել տվյալ վիրահատությունը։
19 թվականից, եթե արդեն ախտորոշված է չարորակ հիվանդություն, այսինքն կա բիոպսիան, կա մորֆոլոգիական քննություն, հյուսվածաբանական քննություն, որ այս մարդու մոտ հաստատված չարորակ հիվանդություն կա, Հայաստանի Հանրապետության բոլոր ուռուցքաբանական լիցենզիա ունեցող հիվանդանոցներում նա վիրահատվում է անվճար պետական պատվերի շրջանակներում։ Այսինքն մարդը ոչ մի կոպեկ չի ծախսում, որպեսզի իր հիվանդության համար գնա վիրահատվի։ Ռադիոթերապիան այսօր նույն այս Էրեբունի բժշկական կենտրոնում որպես այսպիսի հագեցված, գերժամանակակից սարքավորումներ են, եթե մարդը չունի դեռևս հաշմանդամության կարգ, նա անցնում է համավճարի սկզբունքով ճառագայթային թերապիան, իսկ եթե նա արդեն ունի չարորակ հիվանդություն, հաշմանդամության կարգ, նա անցնում է պետական պատվերի շրջանակներում։ Ինչ վերաբերում է դեղորայքային թերապիային, որը դեռևս համարվում է մեր ուռուցքաբանության մեջ մեր աքելեսյան գարշապարը։ Ինչու, որովհետև եթե մենք հասել ենք վիրահատության եւ ճառագայթային թերապիայի մեջ այսպիսի լավ մակարդակի, ապա դեղորայքային բուժման մեջ ինչի չունենք այս մակարդակը, որովհետև ժամանակակից իմունոթերապիան եւ թիրախային դեղերը բավական թանկարժեք են եւ պետական պատվերի մեջ իրենք չեն մտնում։ Եվ շատ հաճախ, քանի որ բուժման սխեմաներն էլ ժամանակակից իր մեջ պարունակում են իմունոթերապիա, թիրախային թերապիա, իսկ այսօր Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանների երևի շատ մեծ մասը, 99%-ը տիրապետում են այդ ուղեցույցներին, այսինքն մարդիկ ճիշտ գրագետ բուժումը գիտեն։ Այ ուրիշ բան, որ հիվանդը կարող է այդ բուժման համար նախատեսված դեղամիջոցները գնել, թե ոչ, որովհետև այդ թանկարժեք դեղամիջոցները մնում են հիվանդի ուսերին։ Այսա մեր աքելեսյան գարշապարն է այս պահին։ Հույս ունենք, որ մենք ապագայում նաև կկարողանանք այս շեմն էլ հաղթահարել, անցնել առաջ։ Տիկին Գյոքչյան, լավ, ասել եք, ես շատ հավանում եմ հետևյալ արտահայտությունը, պետք է բուժել հիվանդին եւ ոչ թե հիվանդությունը։ Դե դա Հիպոկրատն է ասել։ Այո, դուք Հիպոկրատը ասել եք, դա ցիտել եք եւ ասել եք, ես համախոհ եմ դրան, այդ արտահայտությունը։ Ինչպես է պատկերացնում այսօր Հայկույ Գյոքչյանը այս արտահայտությունը եւ ինքը որպես բժիշկ ինչպես է կիրառում։ Ամեն օր կիրառում է դա, ամեն օր, որովհետեւ տեսեք, մի պահ եղավ մեր բնակավարում, որ ուղեցույցներով սկսեցին շատ տարվել մեր բժիշկները, այսինքն ուղեցույցը ասում է սա, ուղեցույցը ասում է, այո, ուղեցույցը ասում է, ուղեցույցը շատ խելոք բան է, բայց նա ունի խորհրդատվական բնույթ։ Ուղեցույցում շատ հաճախ հաշվի առնված չի տվյալ հիվանդի ինդիվիդուալ անհատական հիվանդությունները, ուղեկցող հիվանդությունները, հոգեբանական վիճակը եւ այլ մանրամասն բաներ, որոնք որ դա ուղղակի հնարավոր չի այդքան ամեն ինչը ներառել ուղեցույցի մեջ։ Դրա համար ուղեցույցը դա բժշկի ձեռքին գործիք է, բայց ամեն հիվանդի համար դու պետք է ուղեցույցը կիրառես յուրովի, որովհետև ամեն հիվանդը նման չէ մյուսին։ Դա շատ անհատական է եւ այսօր ամբողջ աշխարհն է գնում այս ուղղությամբ։ Այսինքն անհատականացված, պերսոնալիզացված մոտեցում ամեն հիվանդին։ Դա նաեւ ոչ միայն հաշվի առնելով եւ ուղեկցող հիվանդությունները եւ մարդու հոգեվիճակը, այլ նաեւ գենետիկ մուտացիաները։ Այսօր մենք առանց գենետիկ մուտացիաների բուժում չենք կարողանում կազմակերպենք, որովհետև ամեն մի ինդիվիդում ունի իր գենետիկ մուտացիա, դրա հիման վրա կան նաև հատուկ թիրախային դեղեր։ Տիկին Գյոքչյան, լավ, Հայկույ Գյոքչյանը ինքը իր մասին ասում է, ես այն տեսակն եմ, որ միշտ մութ սենյակում կգտնեմ ինչ-որ մի սպիտակ անկյուն կամ սպիտակ գիծ եւ ասել եք, եթե ինձ հարցնեին, ես ընդհանրապես այբուբենից կհանեի չտառը, որպիսի չլիներ, չհանձնվել, չաշխատել, չստացվել, այդ ժխտական բայերը չունենայինք։ Մյուս կողմից Հայկույ Գյոքչյանը աշխատում է մի այնպիսի բնագավառում, ինքներդ եք որակել, ասել եք ուռուցքաբանությունը դա միշտ կռիվ է կյանքի եւ մահվան միջև։ Հիմա ստացվում է, որ ձեր կերպարն էլ շատ հակասական է, ինչպես լինել մի ոլորտում, ներկայացնել մի ոլորտ, աշխատել մի ոլորտում,
որտեղ իսկապես կռիվ է կյանքի եւ մահի միջև եւ ինչքան էլ զարգանա բժշկությունը դեռ շատ մարդկանց համար ի վերջո ուռուցք ախտորոշումը թվում է թե կյանքի վերջն է եւ դրանից էլ են կողմ չկա ոչինչ ինչպես է ձեզ հաջողվում իսկապես որտեղ բնականաբար դուք տեսնում եք եւ բուժված պացիենտներ, տեսնում եք եւ լավ դեպքեր, բայց նաեւ դուք տեսնում եք մահ, որը նաեւ քիչ չէ մեր կյանքում։ Հիմա դրանից հետո ինչպես է Հայկուի Գյոքչյանը միշտ սև սենյակում սպիտակ անկյունը գտնում եւ ինչպես է պայքարում, որ չտառը չլինի մեր կյանքում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք ու բացարձակ նորից համաձայն եմ այդ սաղ ասածների հետ, որովհետև եթե հանձնվեցիր, ուրեմն դու պետքա չաշխատես, պետքա գնաս տուն, նստես ու ուրիշ բանով զբաղվես։ Բժշկությունը դա կռիվ է եւ դա ոչ միայն ռուսկաբանության մեջ, ցանկացած սֆերայում բժշկությունը դա կռիվ է հիվանդի համար։ Եվ ձեզանից պետք է վարակիչ օրինակ գնա հիվանդին, որպեսզի նա ձեր լավատեսությամբ վարակվի ու փորձի պայքարել իր հիվանդության համար։ Շատ հաճախ դա ստացվում է, ասեմ ձեզ ավելի շատ ստացվում է, քան չի ստացվում։ Բայց եթե նույնիսկ չի ստացվում, ինձ թվում է բժիշկը իրավունք չունի կոտրվելու։ Եթե բժիշկը կոտրվեց, էլի եմ ասում, ինքը էլ անելու բան չունի, ինքը պետք է գնա տուն։ Տիկին Գյոքչյան, դուք ասել եք, որ դպրոցական տարիներին մեծ ցանկություն եք ունեցել շոու բիզնեսի բնագավառ գնալ կամ գոնե թատրոն եւ այլն։ Ինչպես եք կարծում, եթե դիցուկ այնպես ստացվեր, որ Հայկուի Գյոքչյանը ներկայացներ այսօր այդ բնագավառը, դուք բնավորությամբ այլ տեսակի կլինեիք այսօր, ավելի լավատես, ավելի ուրախ կլինեիք, թե միևնույն է, այս ծանր ոլորտում դուք կարողացել եք ձեր լավատեսությունը պահել եւ կյանքը սիրել նույն ձևով, եթե օրինակ կաշխատեիք մի այլ ոլորտում։ Նույնը կլինեի, իհարկե, նույն իմ աշխատանքի մեջ ես փորձում եմ երբեք չտխրել, այսինքն ժպտալ նույնիսկ արցունքների միջից, այսպես ասեմ ձեզ, ինչ մնում է շոու բիզնեսով գնալուց, չեմ կարող ասել ոնց կստացվեր իմ կյանքը, բայց ամեն դեպքում ինձ թվում է մարդը ոնց ծնվում է իր խառնվածքով, իր էությամբ, իր բնավորությամբ, ցանկացած բնագավառում նա նույն ձև է մնում։ Դուք ձեր հիվանդներին հիշում եք, Տիկին Գյոքչյան։ Այո, իհարկե։ Իսկ լավ ու վատ դեպքերը տպավորվում են եւ դրանք ինչ որ կնիկ ձեր կյանքի վրա թողնում են, թե արդեն ինչ որ փուլ լինում է, որ բժիշկը երբ որ շատ պրոֆեսիոնալ է, աշխատում է իրեն ազատել այդ ամենից։ Գիտեք, եթե բժիշկը բոլորի հոգսը, վիճակը վերցնի շատ մոտ ընդունելով, չկարողանա բարեր դնել, այդ դեպքում բժիշկը մի տարի հետո ուղղակի կխելագարվի։ Որովհետև ամեն օր տեսնել մարդկային ցավ, մարդկային հոգս, տարբեր ընտանեկան պատմություններ, մենք շատ-շատ բաներ ենք տեսնում։ Եվ այդ ամեն ինչը շատ-շատ մոտ ընդունել սրտին, դա նշանակում է ուղղակի չես կարող էլ աշխատել։ Բայց կարեկից լինել, մարդու կողքը լինել, սա պարտավոր է բժիշկը անելու։ Երբեմն ինձանից նեղանում են հիվանդները այդքան չէ, հիվանդների հետ ավելի մեղմ, շատ ավելի մեղմ եմ, քան հիվանդատերերի հետ, որ ես իրենց հետ ազնիվ եմ։ Ասում են, այ մեզ չասեց այս լավ բառը, ասեց սենտը։ Այսինքն ճշմարտությունը լսելու վախերը։ Գիտեք, մի քիչ այստեղ հայկական իրականության մեջ այս կարծրատիպը կա, որ բժիշկը իրավունք չունի ճիշտն ասելու։ Բայց եթե բժիշկը իրավունք չունի ճիշտն ասելու, բա ով։ Կամ եթե դու հիվանդի բարեկամին ճիշտը չես ասում, իրենց անելիքները չես դասավորում, բա ում ասես։ Հիվանդին չես ասում։ Շատ հաճախ հիվանդի հետ ընդհանրապես չես էլ քննարկում, ասեմ ձեզ, հիվանդները շատ հաճախ չեն էլ ուզում լսեն։ Բայց հիվանդատերերին պարտավոր ես այդ ամեն ինչը բացատրելու։ Ու երբ որ դու ազնիվ ես լինում իրենց հետ, իրենց դուր չի գալիս այդ փաստը։ Հետո ռետրոսպեկտիվ ասում
այն աղջիկը մեզ ճիշտ էր ասում։ Այն կինը մեզ ճիշտ էր ասում, այսքան ասեց, սենց ասեց, այսպես էլ եղավ, բայց եկեք չնեղանանք իրարից, որովհետև ես ձեզ պարտավոր եմ ազնիվ լինել, ճիշտ ասել, եւ ճշմարտությունը միշտ հաղթում է։ Տիկին Գյոքչյան, իսկ դուք կարծրատիպեր ունեք ինքներդ։ Երևի շատ ավելի ես ճկուն եմ, քան կարծրատիպերով ապրող մարդ, չեմ կարծում շատ կա, բայց որպես սովորական հայ, միջին վիճակագրական հայ, ես էլ ունեմ իմ կարծրատիպերը որոշակիորեն, բայց ավելի շատ չունեմ, քան թե ունեմ։ Իսկ այն, որոնք որ կան ձեզ խանգարում են ապրել կամ դուք մտածում եք դրանցից ազատվել, թե ընտելացած ապրում եք արդեն դրանք ձեր կյանքի որակը չեն փոխում։ Գիտեք, կարծրատիպ չասեմ, ուղղակի կան օրինակ նույն ընտանեկան արժեքներ, որոնք մեր հայկական իրականության մեջ դա կարծրատիպի նման է, բայց ես դա չեմ էլ ուզում փոխեմ, որովհետև այդ կարծրատիպի մեջ ես կամ, ես սիրում եմ, ես լավ մամա եմ, ես լավ տատիկ եմ, եւ այդ ամեն ինչը ես սիրով կատարում եմ եւ դա հայկական ձևով, այսինքն ես սա չեմ էլ ուզում փոխեմ։ Բայց իհարկե կան նաև որոշակի կարծրատիպեր, ասենք տվյալ երևույթին մի տեսակ ավելի վատ ձևով, բացասական ձևով նայելով, բայց կուզենայի փոխել այդ կարծրատիպը, որովհետև միշտ պետք է երևույթը գնահատես ոչ թե քո տեսակետից, այլ նաև դիմացից էլ, ուրիշի տեսակետից էլ։ Այ միգուցե էլի ես մեր հայկական իրականության մեջ կա, որ մենք միշտ մի քիչ մենք ինդիվիդուալիստ ազգ ենք, հա, մենք սիրում ենք ամեն ինչը մեր տեսակետից քննարկել, պիտի մի քիչ էլ ուրիշի տեսակետից էլ նայել, էլի։ Տիկին Գյոքչյան, եթե հիմա փորձեք գարուն է, կանանց մեկամսյակ է, 3 կարևոր խորհուրդ տալ հայ կնոջը այսօր, որպես բժշկուհի, որպես կին, մայր եւ տատիկ, ինչ կասեք, ինչ անեն կանայք, որ լինեն առողջ, գեղեցիկ, երջանիկ։ Տեսեք, իմ համար կինը դա ամենահզոր էակն է։ Թող տղամարդիկ չնեղանան, բայց իմ համար կինը դա հզոր է, դա ուժեղ է, դա եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես նա ուժեղ էակ է։ Մեր կանանց շատ հաճախ պակասում է իրենց գնահատելու հատկությունը։ Այսինքն իրենք միշտ իրենց իջեցնում են, ավելի նվաստացնում են, ընտանիքը, երեխան, ամուսինը, բարեկամը, չգիտեմ ինչը, հա, այդ բոլորը իրենց տեղն ունեն, բայց սիրեք առաջի հերթին ինքներդ ձեզ։ Ես ոչ թե կոչ եմ անում էգոիստ լինել, այլ հարգել ինքներդ ձեզ, սիրել ինքներդ ձեզ, սա մեկ։ Երկրորդը, երբևիցե, եթե տվյալ տեղում դու քեզ վատ ես զգում, երբևիցե պետք չի համակերպվել։ Դա լինի աշխատանքի միջավայր, դա լինի ընտանեկան վատ մթնոլորտ, դա լինի ամուսնու բռնապետություն, այլ երևույթներ, հա, չեմ ուզում շատ մանրամասն ասեմ, եթե դու քեզ վատ ես զգում, դուրս արի, դու հաստատ հաջորդ քո լեվելում շատ ավելի բարձր բաների կհասնես։ Եվ մենտալ առողջ կլինես։ Եվ մենտալ առողջ կլինես, այո, դա երկրորդը։ Եվ երրորդը, իհարկե, կինը դա հասարակության սյունն է, եւ կինը պետք է առողջ լինի։ Իր առողջությանը հետևի, որովհետեւ եթե կինը չկա, ամբողջ ընտանիքը փլվում է։ Երեխան մնում է որբ, ամուսինը մնում է որբ, ու ընտանիքը ուղղակի քանդվում է։ Դրա համար կնոջ առողջությունը դա ընտանիքի առողջությունն է։ Դա երեխայի հոգեկան, ֆիզիկական զարգացումն է, այսինքն ցանկացած երեխա պետք է ունենա մայր։ Իսկ որպեսզի մայրը ապրի, պիտի լինի առողջ։ Առողջ մայրը դա երեխայի երջանկության գրավականն է։ Տիկին Գյոքչյան, մեր հաղորդման վերջում ես ունեմ 2 հարց, որ ուղղում եմ բացառապես իմ բոլոր հյուրերին։ Հիմա տեսնենք այդ 2 հարցին, պետք է փորձեք մի փոքր կարճ պատասխանել, ինչպես կպատասխանի Հայկուի Գյոքչյանը։ Հայկուի Գյոքչյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Ես սիրում եմ իմ երկիրը։ Ինձ չեմ պատկերացնում այլտեղ ապրելու, սիրում եմ նաև շատ ճանապարհորդել։ Ես տեսնում եմ իմ երկիրը հզոր, շատ եմ ուզում տեսնեմ իմ երկիրը հզոր, խելացի մարդկանցով
հասարակության մեջ լցված եւ մի հատ շատ կարեւոր բան կասեմ որպես վերջին ամեն մարդ իր գործը պիտի անի իր տեղում պիտի լինի եւ իր գործը լավ պիտի անի այսինքն պրոֆեսիոնալ մարդը պետք է լինի իր տեղում այսքան հայրենիքը ձեզ համար Տիկին Գյոքչյան շատ կարևոր դեր է խաղում, շատ կարևոր։ Չեմ կարող ասեմ, այ գիտեք, եթե հայրենիքիցս գնամ, ուրիշ տեղ չեմ ապրի, ինձ թվում է մարդը ամենտեղ կարող է ապրել, ամենտեղ կարող է, բայց հայրենիքը իմ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Նա քո թիկունքն է, նա քո ընտանիքն է։ Տիկին Գյոքչյան, ըստ հաղորդման ձևաչափի ավարտին դուք կարող եք ինձ մի հարց ուղղել, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը։ Չունեմ երևի թե հարց։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Տիկին Գյոքչյան, ես էլ եմ շատ շնորհակալ։ Ես հիմա անկեղծ մի բան պետք է ասեմ։ Մենք միմյանց չէինք ճանաչում։ Ես բնականաբար գիտեի, լսում էի, տեսնում էի եւ շատ ուզում էի, որ դուք հաղորդման հյուր լինեք։ Ասեմ, որ դուք մի կարծրատիպ էլ կոտրեցիք, որովհետև սենց կարդում ես փոխտնօրեն, գլխավոր ուռուցքաբան, մտածում ես զբաղվածությունը եւ այլն, եւ երբ որ ես խնդրեցի աշխատակցուհուն, որ ձեզ հրավիրեն հաղորդման, ձեր պատրաստակամությունը եւ օպերատիվ աշխատելու ոճը անկեղծ ասեմ ինձ հիացրել է։ Հիմա ես սրանից ենթադրում եմ, որ դուք նաեւ հիվանդների եւ հիվանդատերերի հետ նույն ձևով եք աշխատում։ Շատ պունկտուալ եմ։ Իհարկե ես ողջունում եմ, դուք որպես գոլեգա շատ լավ արտահայտվեցիք այսօր մեր բժշկական ոլորտի վերաբերյալ եւ բժիշկների, բայց նաեւ ես որպես շարքային քաղաքացի պետք է ասեմ, որ բժիշկների մեջ էլ լինում են այնպիսիները, ինչպես աստղերին է տանում աստղայինը, նույն ձևով էլ բժիշկներին տանում է աստղայինը եւ դա ճիշտ չէ, որ բժիշկը հասանելի չլինի իր հիվանդի համար, իր քաղաքացու համար, օրերով, ժամերով հեռախոս չվերցնի, ինչքան էլ նա ուզում է զբաղված լինի։ Դուք այսօր այդ կարծրատիպը կոտրել եք, որովհետև ձեր զբաղվածությունը շատ մեծ է, ես դա տեսնում եմ, ես դրանում համոզված եմ, բայց նաև ձեր պատրաստակամությունը նույնիսկ այս հարցում, որովհետև ենթադրաբար դուք պիտի առողջության մասին խոսք ասեիք այսօր մեր բնակչությանը, մեր կանանց։ Եվ ես շնորհակալ եմ ձեզ, ձեր պատրաստակամության համար, ես ձեզ հաջողություններ եմ մաղթում այդ ծանր ոլորտում, իսկապես այդ կյանքի եւ մահվան միջև գտնվող ոլորտում, բայց հուսանք, որ իսկապես բժշկությունը, նոր տեխնոլոգիաները եւ լավ մասնագետները իդեմս ձեզ կանեն այնպես, որ այդ աշխարհում կյանքի կշիռը ավելի բարձր լինի, քան մահվան։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Ցանկանում եմ իմ ազգին խաղաղություն, ամենակարևորը, առողջություն եւ անկոտրում կամք, մենք տաղանդավոր ազգ ենք, կանք եւ պիտի լինենք։ Ոչ մեկ չի կարող մեր ազգը վերացնի երկրի երեսից։ Միքչել շատանանք, շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Այսպիսին էր Հայկուի Գյոքչյանը առանց կարծրատիպերի։ Բժշկուհին ասում է, որ հայկական ավանդական ընտանիքի կարծրատիպերը ինքը ունի, պահպանում է եւ չի պատրաստվում դրանցից ազատվել։ Իսկ մնացած հարցերում ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։